Համահայկական ճակատշարժման առաջնորդ Աշակ Կարապետյանը, համահայկական ճակատշարժման անդամներն ու Հայաստանի պարահոկեյի ֆեդերացիայի թիմը 2025 թվականի ապրիլի 24-ին այցելել են Սոչիի մերձակա Ալտմեծ Նորլույս գյուղ։ Սոչիում գտնվում ենք ադապտիվ հոկեյի միջազգային փառատոնի մասնակցելու համար։ Թիմը բազում դժվարություններ հաղթահարելով վերջապես հասավ Սոչի, դիմելով Հայաստանում կառավարությանը, նախարարությանը, քաղաքապետարանին ստանալով աջակցություն, դիմեցինք համահայկական ճակատշարժման առաջնորդ պարոն Կարապետյան Աշակին, գեներալ-մայոր, եւ դրա արագ արձագանքի շնորհիվ, մեր կողքը գտնվելու շնորհիվ մենք այսօր Սոչիում ենք, որի համար ուզում ենք ամբողջ թիմի համից շնորհակալություն հայտնել պարոն Կարապետյանին։ Այս գյուղում ապրում է մոտ 300 մարդ, հիմնականում համշենահայեր, որոնց նախնիները գաղթել են Տրապիզոնի շրջակայքից Սուլթան Աբդուլ Համիդի կազմակերպած թուրքական ջարդերի ժամանակ։ Շարժման անդամները հարգանքի տուրք մատուցեցին Օսմանյան կայսրությունում հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողի առջև։ Եկել ենք հիշենք, եկել ենք որ չմոռանանք եւ մեր երեխաները, մեր փոքրիկները չմոռանան այս օրը, որտեվ փորձ ցույց է տալիս, որ ցավոք սրտի հայերի մեջ էլ կան մարդիկ, որոնք փորձում են մոռանալ։ Հիշողությունը, պատմությունը շատ կարևոր է։ Եթե ուզում ենք ունենանք լավ ապագա, մենք լավ պետք է իմանանք մեր պատմությունը։ Եվ իմանալը նույնիսկ քիչ է, պետք է ճիշտ հետևություններ անենք։ Դա է կարևորը եւ այսօրվա օրը ոչ թե ես կասեի այսպես սքալու օր է, չէ։ Այսօրվա օրը հիշողության օր է։ Մենք բոլորս քրիստոնյա ենք եւ հասկանում ենք, որ սուքին էլ ժամանակ կա, սուքն էլ է վերջանում, բայց սա սուքի մասին չի խոսքը։ Նորից եմ ասում, խոսքը հիշողության մասին է եւ մեր ապագայի մասին է։ Դա համար մենք այստեղ ենք։ ՀՃՇ առաջնորդ Աշակ Կարապետյանի համար դատապարտելի է Հայաստանի այսօրվա իշխանության կողմից ցեղասպանության ճանաչման օրակարգը առաջնային չհամարելը։ Երևի տեղյակ եք, որ մենք մի քանի օր առաջ մտածում էինք, որ մեքենայի ճանապարհը փակենք, ոդկով բարձրանան ժողովրդի հետ եւ այնտեղ ծաղիկ դնեն։ Քանի որ ոդկով են եկել իշխանության, իրանք են դա ասում։ Չգիտեմ, Գյումրիից ոդկով եկել են։ Հիմա այդ 2 մետրը չեն ուզում ոդկով անցնել։ Մենք չարեցինք դա, հաշվի առնելով, որ այն օրը չի, որ մենք նման գործողությունների հետ ենք, բայց իրենց դա չխանգարեց, որ ինձ զեկուցում են, որ այնտեղ շրջապատել են, շներով ման են գալի, այնքան վախեցած են, չեն ուզում անցնեն, ուզում են մեքենայով գան հենց այդ կրակի կողքը կանգնեն։ Ինչ են ապրում, вообще չեմ հասկանում։ Եթե մարդ պետք է այդքան վախենա 2 քայլ առանց ոստիկանի կատարի եւ առանց շան կատարի։ Չէի ուզի այսօրով տենց խոսեի, բայց կոպիտ սխալներ որ ցույց է տալի ինքը իր իշխանության հետ։ Այն վերաբերմունքը, որ այդքան շուտ մարդը մոռանում է, որ ինքը ժողովրդից եկավ, ժողովրդի շնորհիվ են եկել իրանք իշխանության։ Ոտով չեն ուզում այդ աստիճանները բարձրանան։ Հերիք չի ժողովրդին էլ սպասեցնել են տալի միջև իրանք այնտեղ ֆիկտիվ, ես կասեմ ֆիկտիվ, որտեղ լսելով իրանց, ուղղակի ֆիկտիվ։ Ճարելներ երևի չգային։ Որտեղ երևի այդ ծաղիկները դնելուց երևի մտածում էր, որ հեսա թուրքին ինչ է պատասխանելու։ Իրականում շատ անհասկանալի պահված կա եւ մարդիկ, որոնք իրենց հաշվում են, որ իրանք ժողովրդից են եկել դարել իշխանություն եւ մտածում են ժողովրդի մասին, իրանք այսօր այդ ժողովրդից վախում են։ Ես մենակ դա եմ տեսնում։ Ուղղակի վախենում են։ Գտնում ենք Սոչիում, ես այդտեղ այսքան շփվում եմ, այսքան հայություն կա։ Մեկը չկա, որ մեր իշխանությունը գողա։ Սաղ մոտենում են, հարցնում են, բա ինչ արնելու։ Սաղ այդ հարցն են տալի։ Նոր էլ ով մոտեցավ, տեսում եք, բոլոր այդ հարցն են տալի։ Իրանք այդ հարցերին պետք է պատասխանեն։ Իրանք չեն հավատում իրենց անցյալին, դե մարդիկ ինչ կարան ասեն, երբ որ իրենց նահատակներին չեն հիշում, ուր մնաց պատմություն հիշեն կամ ուսումնասիրեն։ Մարդիկ իրենց համոզում են երբ որ վստահ չեն։ Ասենք մեր իշխանության շրջապատը բոլորը խոսում են,
մենք մնալու ենք 10 տարի, մենք մնալու ենք մենք հաղթելու ենք ընտրությունները, նույնը խոսում են Գյումրիի մասին եւ այլ եւ այլ։ Մենք հաղթելու ենք, մենք մնալու ենք։ Այդպես խոսում են անվստահ, մարդիկ որ չունեն վստահություն, որ դա այդպես է, թե այդպես չի։ Մենք մեր գործերով կապացուցենք ու կտեսնենք, որ ոչ մեկին ոչ ապացուցելու, ոչ էլ ինքներս մեզ համոզելու ոչինչ չունենք։ Ամեն ինչ գալու է կանգնի իր տեղը։ Մեր ժողովրդը պատմության մեջ ավելի փիսորեր է տեսել։ Տեսել ենք հաղթահարելու ու լավ ենք հաղթահարելու։ Այնպես որ ու իմիջիալոց ասեմ ամեն այսպես վատ վիճակից մենք ավելի լավ ենք դուրս եկել։ Մենք մեր ծրագրերն ունենք եւ շարժվում ենք ըստ ծրագրի, ոնց կասեր մեր առաջնորդը всему свое время, եւ ըստ իս արդեն հասունանում է այդ ժամանակահատվածը, այդ պահը հասունանում է, որից իշխանությունները պետք է թողեն հեռանան։ Այո, իրենք ամեն ինչ անում են, որպեսզի երկիրը տանեն թրքեցման։ Անգամ այսօր երեք երեկոյանից մինչև առավոտյան փակ էր Ծիծեռնակաբերդի մուտքը, որ երբևիցե ոչ մի իշխանության ժամանակ, ոչ մի նախագահի ժամանակ նման ձև չի եղել։ Այո, կարող է մի 10 րոպե փակվել է, մինչև նույն նախագահները ժողովրդի հետ բարձրացել են հուշահամալիր։ Բայց սենց որ վախեցած ինքը ասում է ժողովրդավարական երկրում ենք ապրում, բայց ինքը իր ժողովրդից է վախենում եւ զինվում է միայն ոստիկաններով զինես ամբողջ այդ հուշահամալիրը, որ ինչ իրենք շատ քիչ են մնացել։ Իրենք ոնց ասեցին գաղթ ա եղել, դե թող գաղթեն իրենց Ադրբեջան, իրենց երեխեքի հետ գաղթեն Ադրբեջան, ամբողջ իրանց այդ իշխանական դավաճանական խունտան գաղթեն այնտեղ։ Եթե գաղթ են իրենք համարում, դե դա իհարկե իր բառերը չի, դա Ալիևի բառերն է, ոնց որ Ալիևն է շեշտադրում, որ պետքա դեռ արխիվները բացենք, տեսնենք ոնց է եղել ցեղասպանությունը, նույնը նա է շարունակում։ Իրենք այս երկրում անելիք չունեն արդեն, իրենք նենց են քանդել, որ առնվազն պետքա ռազմական գործիչ, ուժեղ, հզոր, խելացի լիդեր լինի, որ կարողանա այս երկիրը այս քանդած վիճակից հանի։ Հոգեհանգստյան պատարագը մատուցվեց Սուրբ Նարեկ եկեղեցում։ Միջոցառման ավարտին մասնակիցները ծաղկեպսակ դրեցին 2005 թվականին տեղադրված 1.5 միլիոն հայերի կյանք խլած ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։ Համահայկական ճակատ շարժումը եւ կուսակցությունը 2025 թվականի ապրիլի 22-ին ոգեկոչման միջոցառում իրականացրեցին նվիրված Օսմանյան կայսրությունում հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ակցիայի մասնակիցները Երևանի մետրոյի բարեկամություն կայարանից մինչև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանում էին Հայաստանի 80 մետրանոց դրոշը։ Պաստառների վրա հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով գրված էր. «Ցեղասպանության ժխտումը ճանապարհ է բացում Հայաստանի թրքացման համար»։